Ֆլորիդայում ժամեր տևած բանակցությունների հաջորդ օրը Ուկրաինայի նախագահը Փարիզում է։ Ելիսեյան պալատում ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը նա հույս է հայտնել ևս մեկ քայլով մոտենալ ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Հանդիպումը տեղի է ունենում Կիևի և Եվրոպայի համար վճռորոշ փուլում, երբ սեղանին է արդեն 4-րդ տարին շարունակվող ուկրաինական պատերազմը դադարեցնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրը։ Արդար ու կայուն խաղաղություն հաստատելու համար է Ֆրանսիայի նախագահը ուզում ներգրավված լինել բանակցություններում, հայտարարել է Մակրոնը, չնայած պաշտոնական Մոսկվան վերահաստատել է իր դիրքորոշումը։ Եվրոպացի լիդերները բանակցությունների սեղանի շուրջ հայտնվելու շանսը բաց են թողել։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունները շարունակելու համար այսօր Ռուսաստան կժամանի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի նախագահի հետ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն վաղը։ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Թրամփի 28 կետանոց ծրագիրը քննարկվել է նաև կիրակի Ֆլորիդայում։ Ժամեր տևած բանակցությունները Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները բարդ, բայց կառուցողական և արդյունավետ են համարել։ Չնայած CNN-ը հղում անելով իր աղբյուրներին պնդում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Դեռ շատ գործ կա անելու, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Խոսքը միայն պատերազմը դադարեցնելու մասին չէ, այլև Ուկրաինայի ապագայի հարցն է մեր օրակարգում։ Ուզում ենք վերջ դնել սպանություններին, մահերին և տառապանքներին։ Վստահ եմ, որ ուկրաինական կողմը նույնպես խաղաղություն է ուզում։ Բայց խոսքը նաև պատերազմի այնպիսի ավարտի մասին է, որ Ուկրաինան դառնա ինքնիշխան և անկախ, հասնի իրական բարգավաճման ավելի քան երբևէ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում գրել է, որ Ֆլորիդայում Ուկրաինայի պատվիրակությանը հաջողվել է պահպանել կառուցողական կեցվածք ու պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը։ Կարևոր է, որ բոլոր հարցերը քննարկվեն բաց և Ուկրաինայի ինքնիշխանության և ազգային շահերի ապահովման հստակ կենտրոնացմամբ։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգների թիմին և անձամբ նախագահին պատերազմը դադարեցնելու քայլեր անելու համար։ Մենք կշարունակենք միասին աշխատել։ Ըստ Կրեմլի, անկախ բանակցությունների ընթացքից Զելենսկիի իշխանության համար իրավիճակն ամեն օր վատթարանում է, թե առաջնագծում, թե ներքաղաքական կյանքում։ Каждый день для Зеленского. Կիևում ռեժիմը փլուզվում է կոռուպցիայի և ամերիկացիների, եվրոպացիների տրամադրած գումարների պատճառով։ Կարծում եմ, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղը ինչ կլինի Կիևում։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Մոսկվան հայտնում է, որ ռուսական զորքերը թաղամաս առ թաղամաս գրավում են Պոկրովսկի մոտակայքում գտնվող բնակավայրերը։ Դաշնությունը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Կլինովոյե բնակավայրում։ Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռուս զինվորները հիմա շարժվում են դեպի արևելք, նոր տարածքներ գրավելու։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։